Արցախյան ազատամարտի տարիներին մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն գրողներից մեկն էլ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին անդամագրված Արթուր Հակոբյանն էր։ Պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող էր, նաև մեկ ամիս առաջ էր հայր դարձել, երբ մի օր տուն եկավ ու հայտարարեց. «Ուսումս հետո կշարունակեմ, հիմա ավելի կարևոր գործերի ժամանակ է, երկրի սահմանները, Արցախը վտանգի մեջ են»։ Մայրն ընդվզեց որդու որոշման դեմ. «Գոնե նորածին երեխայիդ մասին մտածիր, հենց երեխայիս ապագայի համար եմ գնում եմ վստահ, որ հաղթելու ենք, կհաղթենք, կգամ, որդուց հետ սպիտակ ձիով հրապարակով կանցնենք»։ Հաղթել խոստացավ ու գնաց մեր արժանապատիվ իրավունքը պաշտպանելու։ Արթուրն իմ առաջնեկն էր, աշխարհի ամենամեծ երջանկությունը նրա ծնվելու ժամանակ եմ զգացել, ասում է տիկին Վերժինեն։ Հիշում է անվերջ պատմում որդու մանկությունից, պատանեկությունից, շոյում է նրա գովասանագրերը, լուսանկարները, նրա մանկության սիրելի խաղալիք արջուկը։ Սա միակ խաղալիքն էր, որ չքանդեց, թե չէ բոլորը քանդում ու հետո փորձում էր հավաքել։ Դեռևս դպրոցական տարիներին, երբ հրապարակը դարձել էր մեր ազգային զարթոնքի վկան, Արթուրն իր ելույթներով ոգեշնչում էր դասընկերներին և նրանց առաջնորդում օպերայի հրապարակ։ Մայրը երբեմն հանդիմանում էր. «Դու գերազանց սովորող աշակերտ ես, դասերից հետ կմնաս»։ Դասերից հետ չմնաց, գովասանագրերի թիվն ավելացավ, իսկ ինքն ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ, բայց հիմա էլ կուրսեցիների հետ էր օպերայի հրապարակում։ Իսկ հետո միայն միտինգներին մասնակցելը քիչ համարեց, պետք է սահմանում լիներ, հայրենի հող պահող տղերքի կողքին։ 1992 թվականի աշնանն էր, տարեկետում վերցրեց, զինվորագրվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին ու մեկնեց սահման։ «1994 թվականի հունվարի 28-ից ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները մասնակցում էին Օմարի Լեռնանցքի ազատագրմանը։ Արթուր Հակոբյանը միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի շարքերում էր, ցրտաշունչ, դաժան ձմեռ էր, մարտերը թեժ, ծանր։ Մարտի 16-ն էր, վաղ առավոտյան հակառակորդը վերսկսեց գրոհը, թշնամու ուժը գերակշռող էր, բայց բարձր էր մերոնց վճռականությունն ու մարտական ոգին։ Եվ տղաները կռվում էին, անհավասար մարտում ցուցաբերելով անօրինակ քաջություն, անմնացորդ անձնազոհություն։ 1994-ի մարտի 16-ը ցավոք Օմարի բարձունքում նահանջի օր էր, բայց մեր տղաները ջոկատի հրամանատար Գագիկ Ստեփանյանը, Արթուր Հակոբյանը, մյուսները չէին պարտվելու թեկուզ նահանջելիս։ Թշնամին արճճի հեղեղ էր թափում, մերոնք սակավաթիվ, բայց դիմադրում էին։ Թեժ մարտը 5 ժամ տևեց, Գագիկ Ստեփանյանն ու Արթուր Հակոբյանը ծանր վիրավորվեցին, դա նրանց վերջին մարտն էր։ Գագիկ Ստեփանյանը նահանջի հրաման է տալիս, իսկ ինքը մինչև վերջին շունչը շարունակում է մարտը, նպատակը նահանջող մարտիկներին ու վիրավոր Արթուրին փրկելն էր։ Տղաները փրկվեցին, Արթուրը ոչ, բեկորը սրտին էր կպել։ 3 օր անց մերոնք գրավեցին Օմարի բարձունքը, բարձունքը մերն էր ու մերն է միշտ, իսկ Արթուր Հակոբյանն իր խիզախ հրամանատարի հետ մեկ այլ բարձունքում է հիմա, Եռաբլուրում։ Իմացյալ մահ, ոչ թե պատահական կամ բան, իմանալով, գիտակցելով, զգալով, հողը ջուրը սիրելով իրա, ազգին սիրել, ես մինակ ինձ մեղավոր եմ զգում, որ ես իրա հետ այդ ժամանակ չեմ եղել։ Ցավ, կարոտ, միախառնված հպարտության վեհ զգացմունքին։ Արթուր Հակոբյանի ծնողներն այսօր այդպես են ապրում։ Հետո մայրը ցույց է տալիս որդու մարտական օրերի ուղեկից ուսապարկը։ Այս վերնաշապիկն էլ որդին վերջին զանգի օրն էր հագել։ Այսօր նորից մեկ առ մեկ կարդացել եմ, թե դասարանցիներից ով ինչ է գրել Արթուրիս վերնաշապիկին, ասում է տիկին Վերժինեն։
Հետո շոյում է որդու շորերը, խոսում հետները ու որպես թանկ մասունք դասավորում ուսապարկում։ Հակոբյանների ընտանիքում այսօր երկու Արթուր են մեծանում։ Մեկը նրա գոռ որդու զավակն է, որ 1 ամիս առաջ է ծնվել, մյուսը եղբոր որդին է։ 9-րդի Արթուրը հպարտությամբ է կրում հորեղբոր անունը։ Իրենց թիվ 159 դպրոցի բակում կանգնեցված խաչքարի վրա նաև հորեղբոր անունն է փորագրված, ու ինքը թաքուն հպարտությամբ է կարդում՝ Արթուր Հակոբյան։ Չդադարող կրակահերթով Արթուրը փակեց թուրքերի ճանապարհն ու պահեց նրանց այնտեղ, որտեղ ուղղաթիռներով վայրեջք էին կատարել։ Տեղում գանված պահեց նրանց մինչև կեսօր։ Կեսօրին թշնամուն նետած նռնակը պայթեց մերձակայքում ու Արթուրն ընկավ։ Արթուրն ընկավ, որ հավերժի հայրենիքը, ընկավ իմացյալ մահով, քանզի գիտեր իմացյալ մահը անմահություն է։